Դարի հիվանդության, քաղցկեղի, մարդկությանը հայտնի բուժման մեթոդներից մեկը ճառագայթային թերապիան է։ Գիտական մտքի նորագույն նվաճումներից են Վարյան ընկերության Halcyon եւ Bravos ռադիոթերապիայի եւ բրախիթերապիայի սարքավորումները։ Գերժամանակակից համակարգերն արդեն հասանելի են Հայաստանում։ Էրեբունի բժշկական կենտրոնն է հիմնել ռադիոթերապիայի ու ռադիովիրաբուժության ամբողջական կենտրոն։ Лучевая терапия применяется примерно у 80% пациентов, которым был Ճառագայթային թերապիա կիրառվում է ուռուցքաբանական ախտորոշում ունեցող պացիենտների մոտ 80%-ին։ Դա բուժման մեթոդ է, որը հիմնված է իոնիզացվող ճառագայթման ազդեցության վրա ուռուցքային բջիջների նկատմամբ։ Պացիենտի բուժման պլանը միշտ մշակվում է ելնելով բազմաթիվ գործոններից։ Ռադիոթերապիայի կենտրոնում յուրաքանչյուր բուժառուի համար աշխատում է ամբողջական թիմ։ Ձեզ կդիմավորեն ժպիտով, կլսեն մեծ ուշադրությամբ, կծանոթանան հիվանդության պատմությանը, նոր միայն բժիշկները կքննարկեն ու կառաջարկեն բուժման լավագույն տարբերակը։ Всегда на первичной консультации мы обсуждаем с пациентом. Առաջնային կոնսուլտացիայի ժամանակ մենք պացիենտի հետ մանրամասն քննարկում ենք կողմնակի ազդեցություններն ու զգացողությունները, որոնք կարող են առաջանալ բուժման ընթացքում։ Ճառագայթային թերապիան լիովին անցավ է, պացիենտը չի զգում ոչ ցավ, ոչ այրոց, ծակծկոց կամ որևէ այլ անհարմարություն։ Ուռուցքածին բջիջներն արմատապես վերացնել հնարավոր է ռադիովիրաբուժության միջոցով։ Varian H սարքն այս պահին աշխարհին հայտնի լավագույն գործիքն է ոլորտում, այն եւս Հայաստանում է։ Ռադիովիրաբուժության ու ռադիոթերապիայի գլխավոր պահանջը սխալի բացառումն է։ Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնում առկա են գերմանական Siemens Healthineers ընկերության Somatom Go Pen Pro ճառագայթային պլանավորման համար նախատեսված տոմոգրաֆ եւ ճշգրիտ ախտորոշման համար նախատեսված Siemens Biograph MCT 64 պետկատ է։ Лечение это может проводиться двумя основными способами. Բուժումը կարելի է իրականացնել երկու հիմնական մեթոդով։ Առաջին՝ ֆրակցիոն բուժում, երբ յուրաքանչյուր սեանսի ընթացքում կիրառվում է դոզայի փոքր չափաբաժին, իսկ բուժման կուրսը երկարատև է։ Երկրորդ տարբերակը ստերեոտակտիկ ճառագայթային վիրաբուժությունն է, որը լիովին հակառակ մոտեցումն է։ Այս դեպքում մեկ սեանսի ընթացքում կիրառվում է դոզայի մեծ չափաբաժին, իսկ ընդհանուր սեանսների քանակը նվազագույնն է, սովորաբար 1-ից 5։ Միջազգային լավագույն փորձով բժշկական անձնակազմ, գերժամանակակից սարքավորումներ ու հոգատար մոտեցում։ Օնկոլոգիական տարատեսակ հիվանդություններ բուժելու համար արտասահման մեկնելու կարիք այլևս չկա։ Ավելին, սա տարածաշրջանի լավագույն առաջարկներից մեկն է։ Հաստատությունն Էրեբունի բժշկական կենտրոնին հարակից տարածքում է, աշխատում է երկուշաբթիից շաբաթ։ Բոլոր մանրամասներին ու վճարման տարբերակներին կարելի է ծանոթանալ Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնի պաշտոնական կայքում։ Գործում է նաև պետպատվեր։